Գիտեիք, որ կա համապատասխան հետազոտություն, համաձայն որի ծառերը միմյանց հետ շփվում են անտառային ինտերնետի միջոցով։ Սա միֆ չէ կամ ինչ-որ մեկի երևակայությունը։ Արվել են փաստացի հետազոտություններ և պարզվել է, որ ծառերը ոչ միայն կենդանի են և ունեն կենդանության նշաններ, նրանք նաև ունեն շատ հետաքրքիր էկոսիստեմ, որի շրջանակներում իրենք շփվում են, հաղորդակցվում և փոխանակվում սննդարար նյութերով։ Ջեյմս Քեմերոնը ոգևորվել է Սյուզան Սիմարտի հետազոտությամբ և ինքը արդեն փորձել է կատարել իր սեփական հետազոտությունը, որի արդյունքում ապացուցել է, որ ծառերը միմյանց հետ կապ են հաստատում անտառային ինտերնետի միջոցով։ Այստեղ օպտիկական մանրաթելերին փոխարինում են սնկային մանրաթելեր, այսինքն միցելյաները։ Դրանց միջոցով ամռանը կեչիները սննդարար նյութեր են փոխանցում եղևնիներին, իսկ աշնանը, երբ կեչիները արդեն տերևաթափ են և ուժասպառ, հակառակը եղևնիներն են փոխանցում սննդարար նյութեր կեչիներին։ Երբ որ ծառերից մեկի վրա հարձակվում է որոշակի տեսակի մանրէներ կամ բզեզներ, ապա մյուս ծառերը սկսում են արտադրել խեժ, որ իր հերթին կանգնեցնում է մյուսների վրա միջատների հարձակումը։ Կապը կենդանի ամեն բանի հետ միշտ կա։ Այդ կապը կա նաև մարդու և բնության միջև։ Այդ իսկ պատճառով և մարդը ունի էներգետիկ սպառում և ճգնաժամ, բնությունը հաշված րոպեների ընթացքում կարողանում է լրացնել այդ ճգնաժամը և ապաքինել մարդու հոգի-էմոցիոնալ դաշտը։ Բաժանորդագրվեք, որպեսզի միասին բացահայտենք անտառ էկոհամակարգը ավելի խորությամբ և մարդու հոգեբանության կապը դրա հետ։